Զրուցում եմ Նայիրի Հողիկյանի հետ, ով այսօր կազմակերպել է Հայոց Արևելից կողմեր գարդման պատմություն եւ իրականություն թեմայով համաժողով։ Պարոն Հողիկյան, կներկայացնեք նպատակը։ Շնորհակալություն։ Այս խորհրդաժողովը նախաձեռնել են 3 կառույցներ՝ Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտը, Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը եւ Արարատյան արժեքների կրթական հիմնադրամը, որը ես եմ ներկայացնում։ Այս խորհրդաժողովը միջազգային է իր բնույթով, որովհետև ելույթներ են ունենալու նաև այլ երկրների ներկայացուցիչներ ըստ ծրագրի։ Խորհրդաժողովը նախաձեռնողական դիվանագիտության համատեքստում է։ Ինչ է նշանակում նախաձեռնողական դիվանագիտություն։ Սա այն երևույթն է, երբ մենք ոչ թե շարժվում ենք թշնամու օրակարգով, այլ մենք սեփական օրակարգն ենք ձևավորում մեր նախաձեռնություններով, մեր նախագծերով եւ դրանք առաջ ենք տանում։ Տեսեք, Ադրբեջանը անընդհատ խոսում է այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի, այսպես կոչված 300,000 ադրբեջանցիների մասին, եւ մենք պարզապես արձագանքում ենք, անընդհատ արձագանքում ենք թշնամուն։ Բայց այն դեպքում, երբ որ 1988-91 թվականների ընթացքում օրինակ հյուսիսային Արցախից բռնի տեղահանվել են 110,000-ից ավել եւ ավել հայեր Գարդմանից, Շամքորից, Գետաբակից, Գանձակից, մոտավորապես 150,000 հայ է տեղահանվել, բռնի տեղահանվել, սպանվել եւ այլն։ Նախիջևանից տեղահանվել է 70,000-ից ավել հայ։ Այս թեմայի մասին մենք կարծես չենք խոսում, անտեսում ենք, մտածելով, որ պետք է պաշտպանվել։ Ոչ միայն պետք է պաշտպանվել, այլև պետք է հարձակվել։ Եվ այդ հարձակումը դիվանագիտական հարթակներում պիտի իրականացվի այնպես, որպեսզի Ադրբեջանը ինքը սկսի պաշտպանվել։ Մեր այս նախաձեռնությունը կոչված է հենց այդ նպատակին, այսինքն խոսել այն մասին, ինչի մասին չեն խոսում, ներկայացնել Գարդմանի հայերի իրավունքները, Գարդմանի հայկական պատմամշակութային հուշարձանները, պատմությունը, էթնիկ ինքնությունը եւ ի վերջո հայտարարության տեսքով, որը կլինի միջոցառման ավարտին, պահանջատիրություն ներկայացնել վերադարձի իրավունքի հետ կապված, հատուցման իրավունքի հետ կապված, պատրաստ է արդյոք Ադրբեջանը մոտ 150,000 հայերին ապահովել իրենց կորցրած բնակարաններով, պատրաստ է Ադրբեջանը վերականգնել հայկական պատմամշակութային հուշարձանները, պատրաստ է արդյոք Ադրբեջանը ապահովել, որպեսզի հայերը վերադառնան իրենց բնիկ ծննդավայր, պատրաստ չէ, ոչ միայն պատրաստ չէ, այլև ամեն ինչ անում է, որ դա տեղի չունենա։ Այս նախաձեռնությունը հենց այն նպատակն ունի, որպեսզի մենք կարողանանք ոչ միայն դիմակայել Ադրբեջանին, այլև նախաձեռնողական դիվանագիտությամբ Ադրբեջանին դիվանագիտական անկյուն քշել եւ հասնել մեր հետագա նպատակներին։ Պարոն Հողիկյան, կան արդյոք նախաձեռնություններ դպրոցներում կամ համալսարաններում Գարդմանի պատմությունը, առհասարակ մեր պատմությունը ներկայացնելու ավելի խորքային, քանի որ մեր ներկայիս իշխանությունները փորձում են մի փոքր խեղաթյուրել այդ ամենը եւ երիտասարդները ամբողջությամբ չեն տիրապետում այս մեր պատմությանը։ Ես այսօրվա դպրոցական ծրագրերին շատ ծանոթ չեմ, բայց այնքանով ինչքանով ծանոթ եմ, գիտեմ, որ Գարդմանի մասին հպանցիկ անդրադարձ է։ Իրականում մենք պիտի հասնենք նրան, որ կրթական ծրագրերում Գարդմանի ուտիքի, Նախիջևանի պատմությունը խորը ուսումնասիրվի եւ ներկայացվի երեխաներին եւ իսկ դա երբ տեղի կունենա, ես միամիտ չեմ մտածելու, որ այսօրվա իշխանությունները նման բան կարող են անել կամ ուզում են անել, բայց հաշվի առնելով, որ ընդամենը ամիսներ են մնացել այսօրվա իշխանության հեռանալուն կամ համատարած կալանավորումներին, այսօրվա իշխանության, հանցավոր իշխանության, ես վստահ եմ, որ արդեն ազգային իշխանության պարագայում մենք դա կարող ենք հանգիստ իրականություն դարձնել։ Ընդունվել են մի շարք բացահայտ ադրբեջանամետ եւ հակահայ բանաձևեր, որոնք առաջին անգամ բարձրաձայնվում են այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի պահանջները, ձեր գնահատմամբ ինչու է Հայաստանի արտաքին քաղաքականությունը բացարձակապես պասիվ այսպիսի վտանգավոր միջազգային գործընթացների համատեքստում, սա բացատրվում է անգործությամբ թե դիտավորյալ լռությամբ։ Չեմ ուզում մեկնաբանել Հայաստանի կառավարության անգործությունը կամ գործողությունները,
որովհետև առավել քան ակնհայտ նրանք երբեք չեն թաքցրել, որ գնում են թուրք-ադրբեջանական օրակարգով, այսինքն դուք գիտեք 1941-44 թվականներին Ֆրանսիայում իշխում էր Մարշալ Պետենի ռեժիմը, կոչվում էր Վիշի ռեժիմ։ Սրանք մարդիկ էին, ովքեր լինելով ֆրանսիացիներ, իրենք համագործակցում էին ֆաշիստական Գերմանիայի հետ, միայն թե իրենց իշխանությունը պահպանվի։ Ֆրանսիայի տարածքի ավելի քան 60%-ը, մոտ 70%-ը հանձնեցին ֆաշիստական կառավարությանը եւ իրենք ընդամենը 1/3 մասի վրա էին կառավարում, բայց ասում էին թող միայն Փարիզը լինի, բայց մերը լինի, բայց Փարիզն էլ իրենցը չէր, իրենք միայն Վիշ քաղաքում էին կառավարում։ Եվ ասածս ինչ է, որ կան, իհարկե կան այդպես կոլաբորացիոնիստական կառավարություններ, որոնք չունեն ոչ ազգային նպատակ, ոչ ազգային ծրագիր եւ իրենց համար ամեն ինչ զոհաբերելի է, միայն թե իրենց կառավարությունը մնա։ 150,000 արցախահայ փախստական կա, ինչու միջազգային օրակարգում չկա այս հսկայական փախստականների խմբի իրավունքների մասին հարցադրումներ, ով պետք է պաշտպանի այս մարդկանց շահերը, եթե ոչ Հայաստանը։ Հայաստան ասելով մենք պիտի տարբեր բաներ հասկանանք։ Ներկայիս իշխանությունը։ Ես չեմ ուզում ներկայիս իշխանությանը որևէ կերպ մեկնաբանել, որովհետև ներկայիս իշխանություն որպես այդպիսին հայկական իշխանություն չկա։ Կրկնում եմ, այդ քիչ առաջ նշածս Մարշալ Պետենի ռեժիմը, մարդիկ, որոնք պատրաստ են ամեն ինչ զոհաբերել հանուն իրենց իշխանության։ Չմոռանանք 2020 թվականի նոյեմբերին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մի միտքը, որ ասաց պետք է հայրենիքը զոհաբերվի մարդուն։ Այդպիսի բան պատմության մեջ չի եղել, այդպիսի բան չկա, որ հայրենիքը զոհաբերվի մարդուն։ Իրենք հայրենիքը զոհաբերում են իրենց, հետևաբար մեկնաբանել չեմ ուզում իրենց։ Բայց պետությունը որպես այդպիսին մենք չպիտի իշխանությանը եւ պետությանը նույնացնենք։ Պետությունը այլ բան է, իշխանությունը այլ բան է։ Պետությունը որպես այդպիսին դեռևս ունի այնպիսի գործիքներ, որոնցով կարող է արդյունավետ քաղաքականություն իրականացնել։ Արցախից ժամանակավորապես բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար Հայաստանում կան բազմաթիվ ծրագրեր, քաղաքացիական նախաձեռնություններ, որոնք իրականացնում են։ Պարզապես ես մեր արցախցի հայրենակիցներին կոչ կանեմ, խնդրանքով հանդես կգամ, նշելով, որ գիտեք, ընդամենը ամիսներ են մնացել, որ Հայաստանը կազատագրվի թուրքական բռնաճնշումներից, թուրքական լծից, պետք է դիմանալ, պետք է սոցիալապես փորձել դիմանալ։ Ես հասկանում եմ, որ դժվար է, ծանր է, ողբերգական է, բայց պետք է դիմանալ։ Մենք էլ ենք, բոլորս ենք դիմանում, բոլորս ենք այդ ամենի մեջ։ Պետք է մի քանի ամիս ընդամենը սոցիալապես կարողանալ դիմանալ, մինչև 2026 թվականի հունիսի 8-ից հետո արդեն Հայաստանը կանցնի ազգային պետության ճանապարհով եւ բնականաբար Արցախի մեր հայրենակիցները եւս այստեղ կունենան այն, ինչ իրենց անհրաժեշտ է սոցիալական ապահովության հարցեր, մինչև Արցախ վերադարձ։